արդեն երկրորդ անգամ Արթուր Ալեքսանյանը այն սպասարկների չանդրություն սպասում է, չի եղավ, արդյունքները չի ապահովում, այս մասով ինչ կասեք եւ եթե չեմ սխալվում նախորդի հետ կապված դիմել էիք միջազգային ինչ-որ կառույցների, որ վերանայում լինի, դրա պատասխանը ստացվել է, թե պետությունը չի դիմել որևէ մեկին, խոսքը օլիմպիական խաղերից հետո դիմելուն էր վերաբերում, որը եղել էր ֆեդերացիայի կողմից, նկատի ունեմ կառավարությունը չի դիմել եւ այդտեղ ուրեմն Լոզանում հարցը պետք է քննարկվեր, կարծես դեռ ընթացքի մեջ է եւ այս մասով կարծում եմ առնվազն ես նոր տեղեկության չեմ տիրապետում, արդյոք ամփոփվեց գործընթացը, պիտի առաջարկեմ նաև, եթե ձեզ հետաքրքրում է ֆեդերացիա դիմեք արդեն ընթացքից տեղեկանալու, ինչ վերաբերում է կոնկրետ Արթուր Ալեքսանյանին, ես կարծում եմ, որ Արթուր Ալեքսանյանը մեր այն մարզիկներից է, որ բավականին մեծ ներդրում ունի եւ նվաճում ունի, գիտեք, որ պետությունն էլ իր անվամբ շատ մեծ մարզահամալիր է կառուցում նախադեպը չունեցող Գյումրիում եւ սպորտը այնպիսի բան է, որ մարզավիճակը եւ վնասվածքները կարող են տարբեր ուրեմն հանգամանքներ առաջ բերել եւ ես չեմ կարծում, որ մարզիկների նկատմամբ մեր վերաբերմունքը դրանով պետք է պայմանավորենք, նա շատ մեծ մարզիկ է եւ շատ մեծ նվաճումներ է ունեցել եւ պետության աջակցությունն էլ իր կողքին է ցանկացած պահին։ Նախարար, ես կրթական մեջ հարցնեմ, իհարկե մանրամասն չեմ տիրապետում, խնդրեմ դուք մանրամասնեք, բայց ինձ ծանոթ բարեկամ ուսուցիչները, նաև երեխաներ ունեցող ծնողները անդադ դժգոհում են կրթական նոր չափորոշիչներից եւ համակարգից, օրինակ երեխաներին գնահատման համակարգից, հատկապես փոքր տարրական դասարանները, որ այլևս գնահատական չի տրվում, ընդհանրապես գալիս է ստուգված եւ այսինքն համեմատության մեջ երեխաները չեն հասնում իրեն լավ են կապել իրենց առաջադրանքը թե վաղ են կապել, այսինքն փոփոխությունները ինչ-որ ձևով ազդում են գնահատականի վրա երեխային։ Նաև ուսուցիչների մասով, որ ինչ-որ նոր չափորոշիչներ են մտել, որ ուսուցիչը օրինակ չի կարող դիտողություն անել կամ ջղայնանալ երեխաների վրա, չի կարող ասել տղա ջան նստիր տեղը եւ սեռը պետք է չմատնանշի, ինչ-որ տենց համահարթեցված ինչ-որ վիճակ է սեռերի մասով, էլի բաներ կար, որ մտքով վստահստիկ է հիշել քանի բան կամ ընդհանրապես ասում, այս ինչ նոր փոփոխություններ են, նոր եվրոպական չափանիշներ են։ Մի փոքր հավելում, օրինակ ասում են կնոջ հետ խոսելուց հետո Տիկին Սուշյան չպետք է դիմել, դա եւս Հա, Տիկին ճիշտ է։ Կառավարության նիստը շարունակում եք, որտեղ գենդերային քաղաքականության ռազմավարությունը հաստատեցինք, բայց պետք է ձեզ հիշեցնեմ, որ մենք նոր չափորոշիչների մասին, երբ որ խոսում ենք, դրանց մասին խոսքը սկսվում է 2021-ից, երբ որ չափորոշիչը հաստատվեց եւ այնուհետեւ սկսեց փորձարկվել Տավուշում եւ մեր բոլոր դպրոցներում դրանք արդեն երկրորդ տարին է, որ գործում են գնահատման համակարգի մասով։ Եվ բոլորովին ուրեմն զարմանալի չի, որ գնահատման համակարգը փոխվել է, որտեղ մեր դպրոցի հիմնական խնդիրներից մեկը հենց գնահատման համակարգն էր։ Երբ որ ըստ էության երեխաները պիտակավորվում էին ըստ իրենց ստացած միավորների, օրինակ որևէ դպրոցում կարող էիք այսպիսի խոսակցություն լսել, որ այսինչը 7-ի երեխա է, այսինչը 6-ի երեխա է, եւ ըստ էության երեխաների մասին խոսակցությունը, նրանց կրթական արդյունքի մասին խոսակցությունը փոխարինվում էր թվերի խոսակցությամբ եւ սա նաեւ երեխաների պիտակավորման եւ նաեւ երեխայի հետագա մոտիվացիայի սովորելու վրա ազդող շատ լուրջ գործոն էր եւ ավելին սա բերում էր մի իրավիճակի, երբ որ երեխաները սկսում էին ուղղորդվել միայն գնահատականի համար սովորելուն, ինչը ամենևին էլ մեր նպատակը չի, մեր նպատակն է, որպեսզի նրանք ստանան գիտելիք, հմտություն, կարողանան ձևավորվել որպես լիարժեք քաղաքացիներ եւ ձեր նշած իրավիճակը վերաբերում է նրան, որ միավորային գնահատականի փոխարեն պետք է տարրական դասարաններում գործեն գնահատման այլ ձևեր, բնութագիր, ինչը նշանակում է, որ երեխան պետք է հասկանա, որ օրինակ ինքը լավ է կարդում, բայց մաթեմատիկայի այս առաջադրանքները լուծելուց դեռևս դժվարություններ ունի։ Կա բնութագրի ձև, որը լրացնում են ուսուցիչները էլեկտրոնային մատյանում եւ բնութագրի ձևը շատ ավելի ուրեմն բովանդակային նկարագրում է երեխայի առաջընթացը եւ երեխայի դժվարությունները։ Եվ այս պարագայում երեխայի համար շատ ավելի տեսանելի է, ինչպես նաեւ իր ծնողի համար, թե երեխան ինչ արդյունք ունի եւ որտեղ է, որ դեռ պիտի աշխատի։ Բայց դեպի նախարար, ըստ
Ստացվում է, որ երեխան տարական, ոնց ասած տարական է, չէ՞, 4-5-րդ դասարանի բարձր արդեն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակում բացի ձևավորող գնահատումից միանում է նաև միավորային գնահատումը, բայց մենք ինտենսիվ աշխատում ենք դպրոցների հետ, իհարկե համակարգը նոր է եւ կարող են հարցեր լինել ու դրանք կան, բայց նաև դրանք ներդրման ընթացքի հարցեր են, որոնք պարզաբանվում են։ Օրինակ առաջա դրանքը ամբողջը կարմիրով ստուգել է, սխալներ ուղղել է, չէ՞, կապույտի վրա կարմիրով սխալներ ուղղել է։ Մենք ուրիշ համադասարանցիներ ընդհանրապես մեկ երկու կարմիր ունի, բայց երկուսն են հավասար կարգավիճակ ունեն, դա Ինչ է նշանակում հավասար կարգավիճակ։ Ի սկզբանե բոլորը հավասար կարգավիճակ ունեն, որովհետև բոլորը օրինակ 2-րդ դասարանի կամ 3-րդ դասարանի աշակերտներ են, գիտեք, յուրաքանչյուրը պետք է կարողանա տեսնել իր առաջընթացը։ Այսինքն այնինչ գիտեմ հիմա ապրիլին, սեպտեմբերին արդյոք այսքան գիտեի եւ այստեղ երեխայի առաջընթացը իր նկատմամբ է գրանցվում ու իր նկատմամբ է համեմատվում։ Ես անկեղծ ասած դիտողություն անելու հետ կապված, դիտողություն անելու մանկավարժական ձևեր կան։ Եվ մենք ուսուցիչների հետ մեր աշխատանքը ուղղված է նաև նրան, որ երեխաներին ուղղված իրենց խոսքը լինի երեխաներին իրենց խնդիրները ցույց տվող, բայց նաև խթանող եւ խրախուսող։ Եվ ինչ վերաբերում է դիտողություն անելու ձևին, ապա դա մանկավարժություն է։ Եվ հիմա եթե ես դա սկսեմ ձեզ բացատրել, կարծում եմ բոլորովին այլ տրամաբանությամբ։ Սովորել ենք դուք, սովորել եք դպրոցում, դա այդ մեթոդներին դուք դեմ եք, հիմա արմատապես փոխում եք։ Դե մի տեսակ կարծես կաշկանդ եք, հա, շրջանակի մեջ տնեք ուսուցիչներին, որ հակառակը, այդպիսի խնդիր կարծում եմ չկա, կա խնդիր, որպեսզի դասարանում լինի փոխադարձ հարգանքի միջավայր ուսուցչի եւ սովորողների միջև եւ մեր առաջարկած մոտեցումները, որոնք չեն վերաբերում դուք հիմա կոնկրետ ինչ-որ դրվագներ եք մեջ բերում, որը որ շատ էպիզոդիկ եւ սխալ պատկերացում է տալիս կրթական փոփոխության մասին։ Ես կարծում եմ կարող ուսուցիչ ասել, տղա ջան, նստի տեղդ կամ աղջիկ ջան, մի խանգարի դասը։ Կարող է այդպես ասել։ Դուք հարց եք տալիս, որը ճիշտ հարց չի, որովհետև ձեր հարցը պետքա դնել կոնտեքստում, մտնել դասարան, դասալսման ժամանակ եւ տեսնել ուսուցչի վարքը այդ իրավիճակում ինչքանով էր տեղին կամ ոչ տեղին։ Այսինքն ձեր հարցը դարձնել տեսական ընդհանրական հարց համակարգի վերաբերյալ չի կարելի ուղղակի եւ այդ պատճառով էլ պատասխան չի ենթադրվում։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ կրթությունից ու 7-ից ասացիք, հիշեցի։ Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարությանից ասում էր, որ մենք ասում ենք ձեր սխալները պատանշելով, ասում են, որ մենք պատեն 7 տարի նույն դասարանում ենք մնացել։ Հարցը առաջանում, եթե դուք 7 տարի նույն դասարանում եք մնացել, նախ այդ ալեգորիկ միտքը ինչպես եք մեկնաբանում հասկանում, որպես Ինձ այդ հարցը տվել են, ես մեկնաբանել եմ, կարծում եմ ձեզ այդ մեկնաբանությունը հասանել է։ Պրեմիա ստանում, պարգևը վճարում, ոնց եք աշխատավարձ ստանում կամ ինչու ձեր աշխատավարձներից չեն պահում, եթե դուք 7 տարի դրական ուսուցանից դրական արդյունք չեք ցուցաբերում, նույն դասարանում եք մնացել։ Դուք այդ հարցը հնչեցրեցիք հնչեցնելու համար, որ հետո դառնա վերնագիր, ես կարծում եմ, որ պատասխանը ձեզ պետք չի, որովհետև ձեզ պետք էր վերնագիրը։ Եթե ձեզ պետք էր պատասխանը, դուք կարող եք արդեն մոտավորապես մի շաբաթ կամ 10 օր առաջ այդ հարցը ինձ տրվել է, այս դրան պատասխանել եմ։ Հիմա նորից ասեք, ի վերջո դուք եթե կառավարության ղեկավարը ձեր թերացում, այսինքն ձեր թիմի թերացումներն է մատնանշում, խոստովանում է, որ մենք լավ չենք աշխատել։ Նույն դասարանում ենք մնացել, մենք ասում ենք քիչ փոխավերական իմաստով, բայց խոսքը վատ արդյունքների մասին է։ Հետևաբար դուք խոսքը process-ի մասին է։ Եթե լավ են աշխատում, խրախուսում են, վատ են աշխատում, օրինակ աշխատավարձից պահում են անում, կամ ինչ-որ այլ սանքցիաներ։ Դուք ձեզ աշխատավարձից պահումարվել է, պատասխանատվության ենթարկվել եք որպես կառավարության անդամ, նույն դասարանում մնացավ դասարանի անդամներ։ Ես չեմ ինձ աշխատավարձ վճարում։ Կարծում եմ այս տարական ընթացակարգը պետք էր իմանալ։ Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցադրմանը, կարծում եմ վարչապետը շատ պարզ եւ շատ կարեւոր բան է ասել, որ մենք յուրաքանչյուրս ունենք սովորելու կարիք եւ այն գիտելիք ու այն հմտությունները, որ մենք ունենք, ոչ միշտ է որ բավարար են մեր առաջ կանգնող խնդիրներին արձագանքելու համար։ Եվ ավելի կարևոր է, որ մենք ընդունենք այդ հարցը եւ գնանք զարգացման ճանապարհով, անընդհատ սովորելով, անընդհատ մեր առաջ հարցեր դնելով, մարդը ամբողջ կյանքում պիտի սովորի։ Այ դուք ինձ հարցեր եք տալիս կրթության չափորոշիչներից, դուք այդ հարցը որոշել եք ինձ տալ,
բայց դուք որպես լրագրող չեք որոշել բացել մի հատ տեսնել օրինակ այդ կրթության չափորոշիչը ինչի մասին է, որպեսզի հասկանանք այդ հարցը տալ արժի թե չարժի։ Օրինակ ես կարծում եմ դա պրոֆեսիոնալիզմի ինչ որ տրամաբանության մեջ պիտի լինի։ Հիմա դա էլ է կրթության խնդիր։ Շնորհակալություն։ Ես այլ ասելիք այս թեմային որ նախաձեռնության համացանցումի փաստաթուղթը շրջանառում ձեր ստորագրությամբ, որ դիմել եք Երևանի քաղաքապետին, երիտասարդական կայարանը մետրոյի անվանակոչել Ավետիք Իսահակյանի անունով, ուզում ասել ճիշտ է, թե չէ, իրականության համապատասխանում այդ փաստաթուղթը եւ նպատակը ո՞րն է։ Գիտեք, այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրաված են մեր տարբեր նաև անվանի մտավորականներ, ինչպես նաև ընտանիքի անդամներ, այդ թվում Իսահակյանի թոռը, եւ հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ գուցե հաշվի առնելով, որ հարևանությամբ էլ Իսահակյանի արձանն է տեղադրված, եւ հոբելյանական տարին հաշվի առնելով գուցե ուրեմն քաղաքապետարանը հարցը քննարկվի։ Հանձնաժողովում այդ առաջարկը բարձրացվել է եւ ըստ սահմանված ընթացակարգի առաջարկը ներկայացվել է քաղաքապետարանին, կարծում եմ, որ դա ավագանու որոշման տիրույթում է եւ իհարկե քանի որ տարածքը ունի պատմություն եւ այդ անվանումն էլ կապ ունի պատմության հետ, կարծում եմ, որ ավելի ամբողջական հարցը կդիտարկեն, բայց առաջարկ է հնչել եւ բնականաբար առաջարկը պետք է ներկայացվի համապատասխան քննարկման, բայց միևնույն ժամանակ մենք քաղաքապետարանին առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի արձանը դառնա ավելի տեսանելի, որովհետև դրա շուրջը հիմա տարբեր նաև գործունեություններ են զարգացել եւ արձանը կարծես ստվերվել է եւ հիմա մենք նաև սպասում ենք, որ քաղաքապետարանի գործընկերները ընդհանուր առմամբ Իսահակյանի արձանը ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկեն։ Երիտասարդական բառը կոլորիտային Ես հենց այդ տեսանկյունից իմ պատասխանում էլ հնչեցրեցի, որ տարածքը պատմություն ունի, այդ թվում նաև անվանումը, եւ կարծում եմ ճիշտ կլինի, իհարկե առաջարկը հնչել է եւ դա նշանակում է, որ պետք է հանձնաժողովում հնչած առաջարկը ներկայացնել քննարկման, բայց կարծում եմ, որ դա ավելի մանրամասն պիտի քննարկվի։ Տիկին նախարար եւ կխնդրեմ անդրադառնալ վերջին շրջանում քննարկված դպրոցներում երեխաների մասնակցությամբ մասնավորապես կանոն դուր դեղին դուր կոչվող խաղերի հետ կապված, չնայած որ ներքի գործերի նախարարությունը նշել է, որ ինքնավստահ